26 թվականի ապրիլի 6-ին Վարշավի դատական խորհուրդը դեպքում հանդիսգալու որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերիամ Բարսումյանի, Աշոտ Հայրապետյանի, Արմեն Յարացյունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստին Մականի, տրամված դատական նիստում քննության առնում Արարատ եւ Այզրի մարզերի առաջինացան ինտերնետային դատարանի դատավոր Շուբին Աթոնյանի քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արտադրության նախարարի միջնորդությունը։ Նիստերի քարտուղարան խնդրում զեկուցել ովքեր ներկայացան նիստին։ Ներկայացել են արտադրության նախարարի տնօրեն Գևորգ Քոչարյանը, արտադրության նախարարի ներկայացուցիչ Նեժետ Մելիքյանը, Արեգի եւ Արևոյի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուբին Աթոյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Կարեն Համբուրյանը։ Համապատասխան լիազորությունների հավաստող փաստաթղթերը ներկայացրեք։ Ներկայացրեց անձաստատող փաստաթղթեր Մերսես Զելյանյանի համար տրված վկայական, ծառայողական եւ Գևորգ Քոչարյանի համար տրված որպես նախարարի տեղակալ փաստաթղթերը ծեսական իրադարձություն։ Ներկայացվեց լիազորագիր 2026 թվականի ապրիլի 3-ին տրված արտադրության նախարարի կողմից ստորագրված Երևան քաղաքում այն մասին, որ արտադրության նախարար Սերգեյ Գալյանը լիազորել է արտադրության նախարարի խորհրդական Մերսես Զելյանյանին սույն վարույթի շրջանակներում իրականացնելու բոլոր իրավունքների եւ պարտականությունները։ Ներկայացվեց նաեւ արտադրության նախարարի կողմից տրված հանձնարարությունը, համաձայն որի արտադրության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը կարող է ներկանել սույն նիստերին իրականացնելով դատական օրենսգրքով կարգապահական վարույթ հարցազրույցի վերապահված իրավունքների եւ պարտականությունները։ Գծվում է գործի նյութերին։ Արձանագրվում է, որ 2026 թվականի մարտի 27-ին ներկայացվել է պատասխան, որոնքից Ռուբին Աթոյանի կողմից ներկայացվել է պատասխան, որոնքից ներկայացված 2026 թվականի մարտի 26-ին տրված լիազորագիր փաստաբան Կարեն Հակոբյանին։ Քիչ ներկայացված նաև փաստաբանական գործունեության թիվ 2783 արտոնագրի պատճենը նաև ծառայողական վկայական։ Թամին ճիշտ են պատասխանը դուք ստացել եք շատ լավ։ Խորհրդի անդամների կողմից կան ինքնաբացարկի միջնորդություններ, խորհրդի անդամները չունեն կամ բացարկի միջնորդություններ, խորհրդի անդամները դուք ունեք բացարկի միջնորդություններ։ Շատ լավ։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքի սահմանադրական օրենքի 151-րդ մասի համաձայն այն դեպքում երբ կարգապահական վարույթի նյութերը վարչական դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմինի հաշվին դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելով վարույթ հարուցած մարմինի պարտավորի այդ մասին հայտնել բարձրագույն դատական խորհրդին, արդյոք արտադրության հանգամանք, որը կուզեք ներկայացնել ցանկանում ներկայացնել։ Շատ լավ։ Կա միջնորդություն, որը գտնում եք, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել, մինչև ըստ էության միջնորդության ներկայացնելը եւ մնացած հարցերին անդրադառնալը, խնդրեմ։ Նաև հիշենք, որ խոսելիս խոսակողմիացրել, որպեսզի ձայնագրությունը ավելի պատշաճ իրականացվի, չնայած որ ընդհանրապես լսելի։ Դուք ունեք։ Մենք եւս չունենք։ Դուք եւս չունեք։ Այնուամենայնիվ մի պարզաբանում եւ դիտարկում գործի բնույթը հաշվի առնելով, որպես պատկերացնում ենք ինչի մասին է, գործի բնույթը հաշվի առնելով, եթե կգտնենք, որ որոշակի իրավիճակներ կան, որոնք տեղափոխության ռեժիմով քննության հնարավորություն կլինի, մենք այդ հարցը ձեզ հետ կքննարկենք։ Բարձր ինչի մասն է խոսքը։ Հարգելի խորհուրդ, մենք թե պատասխանում, թե մեր բանալով խոսքում օգտագործել ենք եւ օգտագործում ենք երեխա դիմող, այսինքն որոշակի դրամատիզացիաներ չի լինելու։ Ոչ թե ասացինք մենք քննարկենք այդ հարցը, այլ ասում եթե կգտնեք, որ նման անհրաժեշտություն կլինի, մենք այդ հարցը քննարկման առարկա կդարձնենք։
Խնդրեմ կարող եք մոտենալ անվանի մոտ եւ ներկայացնել միջնորդ։ Արգելի խորհուրդ, Արարատի եւ Վայոց-Ձորի մարզերի առաջնային ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբին Աթոյանի նկատմամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հաղորդման առթիվ առերևույթ կարգապահական խախտման դեպքի կապակցությամբ 2026 թվականի հունվարի 7-ին հարուցվել է կարգապահական վարույթ։ Թիվ ԱՎԴ 06450224 քաղաքացիական գործով դատավորը առանց իրավական հիմքի եւ համապատասխան եզրակացության վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումը, առանց կենտրոնացված հաշվառման իրողության վճռով հաստատել է որդեգրման փաստը։ Մասնավորապես, դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմումն այն դեպքում, երբ առկա են եղել դիմումը վերադարձնելու օրենսդրական հիմքեր, վճռով հաստատել է, որ երեխայի որդեգրման փաստը անտեսելով այն հանգամանքը, որ դիմողը օրենքով սահմանված կարգով հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձ, չի ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան օրենքով սահմանված կարգով ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա։ Ինչպես նաև որդեգրման վերաբերյալ վճիռը կայացվել է առանց իրավասու մարմնի, որդեգրումը հիմնավորված լինելու եւ որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին վերջիններիս շփման վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող եզրակացության։ Իրականացված կարգապահական վարույթի արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Արարատի եւ Վայոց-Ձորի մարզերի առաջնային ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբին Աթոյանի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով, 114-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, 116-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պահանջների խախտումներ, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով, երրորդ մասով, 127-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված պահանջների խախտումներ։ Հարգելի խորհուրդ, քանի որ լիազոր մարմինը նույնպես ստացել է դատավորի կողմից բարձրագույն դատական խորհրդին ներկայացված դիրքորոշումը, որտեղ առկա են նաև վարույթի ընթացքում արտահայտվածից բացի լրացուցիչ այլ փաստարկներ, ընդհանուր գծերով փորձեմ հակադարձել նաև դրանց, քանի որ վստահաբար առիթ կունենանք քննարկելու դատավորի մարտավարության պաշտպանական մարտավարությունը կանխատեսելով ավելի մանրամասն դեր առիթ կունենանք քննարկելու։ Նախ եւ առաջ դիմումը վերադարձնել որպես արդար դատաքննության իրավունքի պաշտպանություն դիտելը եւ այլ փաստաթղթեր ներկայացնելը բավարար համարել է։ Հարգելի խորհուրդ, այս փաստարկը մեզ համար ընդունելի չէ, քանի որ ըստ էության դատավարական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերը եւ այն իրավաբանական փաստերը, որոնք որ պետք է եւ անհրաժեշտ է կցվեն դիմումին վարույթ ընդունելու համար։ Եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, այսպես ասած, որ օրենքով սահմանված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր ներկայացնելը կարող է համարվել փոխարինող վարույթ ընդունելու փուլում այդ հարցի քննության համար, կստացվի մի իրավիճակ իրականում, որ ուղղակի դիմումը վերադարձնելը կամ ընդհանրապես հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտը որպես այդպիսին առարկայազուրկ կլինի, իսկ ցանկացած դեպքում վերադարձման ենթակա հայցադիմումը կամ դիմումը, ինչպես սույն դեպքում վարույթ ընդունելը կարող է հաղթահարված ճակերտավոր ասած համարվել անձի արդար դատաքննության իրավունքի ապահովմամբ, որպիսի մեկնաբանությունը մեր համար ընդունելի չի կարող լինել։ Երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից մեր դիրքորոշումը շատ կարճ ուղղակի կարտահայտեմ, որ մեր կարծիքով հենց այն ընթացակարգը, որը պետությունը սահմանել է, հենց երեխայի լավագույն շահի երաշխիքը այստեղ պետության համար թափանցիկությունն է։ Թափանցիկությունը արտահայտվում է հենց սահմանված ընթացակարգով, հաշվառման ընթացակարգերը, եզրակացությունները, որոնք որ պարտադիր պետք է ներկայացվեն։ Եվ վերջինը, որը կանդրադառնամ դիրքորոշման մեջ ներկայացված հանգամանքներից, վերաբերում է ռեեստրում հաշվառված լինելու փաստաթուղթը փոխարինող այլ եզրակացությամբ, որով դատավորը իր փաստարկմամբ պայմանավորում է, դատավորը եւ ներկայացուցիչը իրենց փաստարկումներով պայմանավորում են, որ ըստ էության եզրակացությունը հենց այն միակ հիմքն է, որի հիման վրա անձը ներառվում է ռեեստրում եւ որքանով մեր համար է կարելի այս դիրքորոշումը հայեցողություն նախարարությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասին է խոսքը հայեցողություն այստեղ այլևս չունի ռեեստրում ներառելու պարագայում, որպիսի հանգամանքով պայմանավորված հենց ներկայացված եզրակացությունը այդպես անվանված փաստաթուղթը հիմք է ընդունվել
դատավորի կողմից։ Խորհրդի ուշադրություն ցանկանում եմ հրավիրել, որ իրավաբանական փաստը որպես այդպիսին, որը որ հենց քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ ընտանեկան օրենսգրքով նաեւ սահմանված է, հենց ռեեստրում կենտրոնացված հաշվառման վերցված լինելու փաստն է եւ ոչ թե դրա համար դիմաց լինելը։ Հարգելի խորհուրդ, ձեր ուշադրությանն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ նույնական փաստական հանգամանքներով վերագրվող խախտման պայմաններում Բարձրագույն դատական խորհուրդը բավարարելով Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի միջնորդությունը 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ 1-ՎԿ3 որոշմամբ 2023 թվականի հունվարի 30-ի Մեջբերված որոշմամբ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել է Երևան քաղաքի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքայանի լիազորությունները։ Հարգելի խորհուրդ, ամփոփելով խոսքս խնդրում եմ Արդարադատության նախարարի 2026 թվականի մարտի 9-ի միջնորդությունը նույնպես բավարարել, Արարատի եւ Վայոց-Ձորի մարզերի առաջնատյան ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբին Աթոյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Ավարտեցի, շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Արվերի դատավոր կամ ներկայացուցիչ հարցեր տալու իրավունք ունեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Մեր առաջին հարցը վերաբերում է դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավադրույթի կիրառությանը կամ դրա կիրառման բացառմանը մերձագրվող կարգապահական ենթադրյալ իրավախախտման հետևանքների տեսանկյունից։ Մենք ցանկանում ենք հասկանալ վարույթ հարուցող մարմնին ինչ հետևանքներ է առաջացրել սույն կարգապահական վարույթով դատավորին մերձագրվող արարքը եւ արդյոք սույն կարգապահական վարույթով դատավորին մերձագրվող արարքը չունի նվազ կարևորություն։ Արդյոք այս արարքը կասկածի տակ դնում է դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին եւ իր էության կարող է արդյոք հեղինակազրկել դատական իշխանությունը։ Այս հարցերը արգելի խորհուրդ հնչեցնում են, որովհետեւ իշխանության մեջ այս մասին որևէ հաստատում առկա չէ, ցանկանում վերաբերյալ նախարարի դիրքորոշումը հասկանալ։ Ոչ հարգելի խորհուրդ, նվազ կարևոր չի, հետևանքը այն է, որ պետության դիտարկումից դուրս գտնվող ընթացակարգ է տեղի ունեցել, Դատավարական օրենքը հստակ սահմանում է, որ երեխայի որդեգրման գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես օրենքով եւ ենթաօրենսդրական համապատասխան ակտերով սահմանված ընթացակարգերի պահանջների պահպանմամբ, հաշվի առնելով նաեւ միջդատական ընթացակարգերը, որոնք սահմանված են, իսկ այդ ընթացակարգերը տեղի են ունեցել պետության դիտարկումից դուրս, այսինքն ռեեստրում չներառված անձը որդեգրել է ռեեստրում չներառված երեխա, ինչը ընդհանուր առմամբ հակասում է ամբողջ ինստիտուտի տրամաբանությանը։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, դա հենց իրավախախտումն է։ Մենք ցանկանում ենք իմանալ դրա հետևանքը որն է։ Հարգելի խորհուրդ, հարցին պատասխանը հնչեց, ավելացնելու ոչինչ չունեմ։ Ուրեմն հաջորդ հարցը վերաբերում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասի 10-րդ կետի ենթադրյալ խախտմանը, որը վերագրվում է դատավորին։ Այս իրավադրույթը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված օրենքով ուժը գործած է ճանաչվել եւ այլևս չի գործում։ Հիմա այդ պայմաններում չեք կարծում արդյոք, որ դատավորի կողմից դրա ենթադրյալ խախտումը, այսինքն ուժը գործածում, արդեն իսկ ուժը գործածնողի խախտումը դարձել է նվազ կարևոր եւ չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվություն։ Ոչ։ Խնդրեմ, ունեք հարց։ Այո։ Տեսեք, այստեղ մի քանի հարցի տեսքով ցանկանում ենք մի կարևոր հանգամանք բարձրաբանել։ Միջնորդության դատավորին վերագրվող երրորդ ենթադրյալ խախտումը վերաբերում է ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի
խախտմանն է այն տեսանկյունից, որ առկա չի եղել այդ նորմով նախատեսված համապատասխան եզրակացությունը։ Բայց նախարարի կողմից ուրեմն 2026 թվականի հունվարի 7-ին կայացված թիվ 01A որոշմամբ, երբ որոշվել է կարգապահական վարույթ հարուցել, այդ ուրեմն ենթադրյալ իրավախախտումը առկա չէ կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ։ Եվ եթե կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ որևէ ենթադրյալ խախտում առկա չէ, կարող է արդյոք նախարարը իր միջնորդությամբ դիմել բարձրագույն դատական խորհրդին եւ պահանջել, որ դատավորը ենթարկվի կարգապահական պատասխանատվության այդ ենթադրյալ խախտման համար։ Արգելի խորհուրդ, բարձրագույն դատական խորհրդի առջև քննվող կարգապահական վարույթի ծավալը պայմանավորվում է ներկայացված միջնորդությամբ։ Այն փաստակազմը, որը որ ներկայացվել է միջնորդությամբ խորհրդին, ամբողջությամբ նույնանում է փաստակազմի տեսանկյունից, հարուցման որոշման մեջ ներառված փաստակազմը։ Այլ է հարցը, որ գուցե իրավական գնահատականը այստեղ ավելացվել է այն տեսանկյունից, որ հանգամանքներ, որոնք որ տվյալ փաստերի նկատմամբ ամբողջությամբ կիրառելի լինելու տեսանկյունից այդ փուլում դեռևս պարզ չէին, բայց դրանք հիմնավորվել են վարույթի ընթացքում որպես լրացուցիչ հանգամանք։ Եվ լիազոր մարմինը խորհրդին ներկայացված միջնորդությամբ այդ ամենը հիմնավորել է։ Մեր համար այստեղ անկյունաքարային եւ հիմնական կարևոր հատկանիշը հետեւյալն է. արդյոք կողմը ներկայացված եւ առաջադրված փաստերից հնարավորություն ունեցել է պաշտպանվելու թե ոչ։ Այո, ունեցել է, որովհետեւ լրացուցիչ որևէ այլ փաստ չի ներառվել միջնորդության մեջ, որը որ սահմանված է եղել հարուցման որոշմամբ։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը ըստ էության որպես լրացուցիչ երաշխիք պատահական չէ, որ սահմանում է հնարավորություն, որ միջնորդությունը ստանալուց հետո դատավորը նույնպես ունի հնարավորություն դիրքորոշում ներկայացնելու բարձրագույն դատական խորհրդի միջնորդության վերաբերյալ, որից, ինչպես տեսնում ենք, դատավորը արդյունավետորեն օգտվել է։ Ամփոփելով ընդհանուր առմամբ, այստեղ ծավալի խախտման խնդիր մենք չենք տեսնում։ Եվս մեկ ճշգրիտ կողմից արգելի խորհուրդ, տեսեք, հարուցման որոշման մեջ չկա այսպիսի փաստ, որ դատավորը վճիռ է կայացրել, ուրեմն առանց ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության։ Միջնորդության մեջ առկա է այդ փաստը, դատավորը վճիռ է կայացրել այդ եզրակացության բացակայությամբ, եւ դրա վրա կառուցված է արդեն շակերտների մեջ ասած մեղադրանքը։ Հիմա արդյոք սա նոր փաստի վկայակոչում չէ, եթե հարուցման մեջ սա չկա, իսկ միջնորդության մեջ կա։ Հիմա այդ հարցումն է այդ նախարարությունը։ Այո, նախարարությունը ասած նոր փաստ չկա, ես ասում նոր արդյոք սա փաստերի տարբերությունը նշեց։ Իմ դիրքորոշումը նույնն է, հարգելի խորհուրդ, այստեղ նոր փաստ չկա, փաստակազմը ըստ էության նույնն է։ Շատ։ Ընտրեմ, հաջորդ հարց։ Հարցերը այսքան են հարգելի։ Շատ լավ, շնորհակալություն խորհրդի անդամին ինչ հարցեր են։ Ընտրեմ։ Շնորհակալություն։ Ինչ հաստատությունները պարոն Հակոբյանը որոշակի հաստատում կատարեց արդեն իսկ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հետ կապված։ Պարոն Զենյանը կապել կասել այդ փոփոխությանը ուժը կորցնելու հետ կապված օրենսդրական նախագծի հիմնավորումների ծանոթ եք, տեղյակ եք, ինչ հիմնավորումով ուժը կորցրած ճանաչվել։ Հարգելի խորհուրդ, ընթացակարգային փոփոխություններ են ընդհանրապես տեղի ունեցել այստեղ։ Փաստաթուղթը, որը որ պահանջվում է այդ փուլում ըստ էության ներկայացնել, այլ ընթացակարգերով այդ երաշխիքը նույնպես ապահովվում է, այդ իսկ պատճառով այս փուլում այդ մի կետը մի փաստաթուղթը որպես դիմում ներկայացնելու փուլում ներկայացման ենթակա փաստաթուղթ հանվել է։ Մեր դիրքորոշումը այստեղ հետևյալը կարող է լինել։ Անկամ եթե որպես լիազոր մարմին մեր գնահատականը հետևյալն է, սա չի դարձնում նվազ կարևոր։ Եթե խորհուրդը անգամ գնահատի, որ այս մի կետով նվազ կարևոր կարող է անգամ որակվել խախտումը, դա չի բացառում առանց կենտրոնացված հաշվառման փաստաթղթի կենտրոնացված հաշվառումը հավաստող փաստաթղթի դիմումը վարույթ ընդունելը եւ կրկին դրա բացակայությամբ որոշում կայացնելը, ինչը ինքնին առանձին վերցրած բավարար պայման է խախտումը արձանագրելու համար։ Այսինքն ես ճիշտ հասկացա, ընդհանուր առմամբ ընթացակարգային փոփոխություններ են կատարվել, որպեսզի պայմաններում այլևս այս պահանջի անհրաժեշտությունը չի եղել, դրա համար կորցրած է ճանաչվել։
Բովանդակային առումով, որպես ընթացակարգ շփումները եւ այլն, որպես այդպեսին հարգելի խորհուրդ, հիմա էլ ապահովում է, այսինքն այդ հանգամանքները ընթացակարգային տեսանկյունից կրկին պարտադիր է, այլ է հարցը, որ դիմումը ներկայացնելուց որդեգրում թույլ տալու համար, որպես առանձին տեղեկանքի կամ եզրակացության տեսքով շփումները հավաստող հանգամանքի մասին է միայն խոսքը ընդգծեմ, այլևս պարտադիր առանձին փաստաթղթի տեսքով ներկայացման ենթակա չէ։ Հարցությունում ասեք, ձեր գործիքով նպատակը ո՞րն է կենտրոնական աշխարհում ապահովելու որդեգրելու երեխա։ Որպեսզի պետությունը ունենա հնարավորություն իր մոնիթորինգի եւ վերահսկողության տակ պահելու ըստ էության, թե ովքեր են որդեգրում այդ երեխաներին, որպեսզի նաեւ հետագայում որոշման կայացումից հետո էլ ունենա հնարավորություն պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։ Սակայն մինչեւ հաշվառման վերցնելը նաեւ որոշակի հանգամանքներ գնահատելու պայմաններում ունենա հնարավորություն այդ փուլից սկսած թույլ չտալու հետագա գործընթացի զարգացումը, որպեսզի անգամ դատական գործընթացի դա չհասնի։ Ես հարցնեմ, որպեսզի ավելի հստակեցնենք, հա։ Նախ ուզում եմ ճշտել, ի վերջո իմ եզրակացություն կար այս գործում, թե չկար։ Ոչ հարկելի խորհուրդ։ Եվ կարճ հստակած ըստ երեխային ինչ խախտում է ըստ ձեզ կատարել եւ ենթադրյալ խախտումը որ կար, շատ հակիրճ նորից ներկայացրեք ինձ։ Առանց իրավական հիմքի, առանց կենտրոնացված հաշվառման տեղեկանքի, առանց եզրակացության վարույթ է ընդունվել դիմումը եւ առանց կենտրոնացված հաշվառման իրողության վճռով հաստատվել է որդեգրման փաստը։ Սա փաստակազմի տեսանկյունից, եթե կարիք է իրավական հիմքերն է վկայել։ Չէ, իրավական հիմքերի կարիք չկա։ Այդ եզրակացությունը քննության ընթացքում էլ չի ներկայացվել։ Եզրակացությունը առանձին քննության ընթացքում ոչ շփումների մասին հաստատող, բայց եզրակացություն որպես այդպիսին վերնագրված փաստաթուղթ ներկայացվել է նիստի ընթացքում, բայց այդպես էլ չի ներկայացվել կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանքը հարգելի խորհուրդ։ Այսինքն առանց եզրակացության վարույթ ընդունվելուց հետո այնուամենայնիվ եզրակացությունը քննության ընթացքում ներկայացվել է եւ չներկայացվել միայն կենտրոնացված հաշվառման ենթարկված չլինելու պայմաններում։ Այո, հարգելի խորհուրդ, պատահական չէ, ես հենց այդ տարանջատումը ներկայացնելուց անում եմ վարույթ ընդունելու փուլում այն երկուսը, հետագայում առանց կենտրոնացված հաշվառման որդեգրումը թույլ տալը։ Բայց նույն շարունակեք։ Մենք պատահական չի, որ պարտադիր ընդգծում ենք, որ ինքնին դրանց բացակայությունը դիմումը վարույթ ընդունելու հարցը քննարկելու փուլում արդեն իսկ վարույթ ընդունելու ենթակա չէր եւ ինքնին սա առանձին վերցրած արդեն մի խախտում ենք որպես վերագրում դատավորին, հետագայում առանց կենտրոնացված հաշվառման վերցնած լինելու փաստահաստատող տեղեկանքի որդեգրումը թույլ տալը երկրորդ որպես խախտում ենք վերագրում դատավորին, հարգելի խորհուրդ, որպեսզի նույնական փաստական հանգամանքներով խորհուրդը արդեն մեկ անգամ առիթ ունեցել է որոշում կայացնելու։ Միևնույն ժամանակ մենք արձանագրեցինք, որ եզրակացությունը դիմումից ներկայացնելու վերաբերյալ եզրական պահանջը հետագայում փոփոխության է ենթարկվել եւ նման պահանջ չկա, ճիշտ է։ Այո, ըստ էության մենք դա չենք ներքում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես հարց չունեմ խորհրդանշան։ Ինչպես այլևս հարցեր չունեմ, խնդրեմ պատասխան ներկայացնելու համար Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, մենք գտնում ենք, որ կարգապահական վարույթով դատավորին վերագրվող արարքը չի կարող որակվել որպես կարգապահական իրավախախտում եւ դատավորը չի կարող դրա համար ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Մեր դիրքորոշման հիմքում ընկած այն հայեցակարգը, որ այս իրավախախտումները կամ տեղեկանքների բացակայությունները ձևական բնույթ են կրում, տեղեկանքները ձևական բնույթ են կրել եւ գործը ըստ էության ճիշտ քննվել եւ լուծվել է դատավորի կողմից, որևէ ուրեմն բացասական հետևանք չի առաջացել այդ ենթադրյալ իրավախախտումների արդյունքում։
Ուրեմն առաջին խախտումն այն է, ըստ նախարարի, որ դատավորը վարույթ է ընդունել դիմումը, սակայն չպետք է վարույթ ընդունել արկային վերադարձի հիմքեր։ Նախ մենք ցանկանում ենք խորհրդի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիմումը մեկ անգամ վերադարձվել է, որովհետև կից փաստաթղթերը բավարար չեն եղել, թերի են եղել։ Երկրորդ անգամ ներկայացվել է այն, ինչ հնարավոր էր ներկայացնել, այն, ինչ ունեցել է դիմողը, եւ դիմումի մեջ հատուկ նշվել է, որ որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանքը հնարավոր չէ ներկայացնել, քանի որ դիմողը համապատասխան դիմումներ է ներկայացրել մարզպետարան եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման խնդրանքով, սակայն պատասխան չի ստացվել։ Հետո դիմումից նաև դիմողը ներկայացրել է նախարարությանը ուղղված իր դիմումի օրինակը, որի համաձայն դիմողի ներկայացուցիչը դիմել է մարզպետարան այդ տեղեկանքները տրամադրելու խնդրանքով, սակայն ստացել է պատասխան այն մասին, որ մարզպետարանի աշխատակազմը տեղեկանք չի տրամադրում։ Ուստի դիմողի ներկայացուցիչը խնդրել է նախարարությանը տրամադրել այդ տեղեկանքները եւ այդպես էլ այդ դիմումն է մնացել անպատասխան։ Հիմա այս ամեն ինչ հաշվի առնելով, նաև որ մի անգամ արդեն իսկ վերադարձվել էր դիմումը, դատավորը ձեռնպահ է մնացել երկրորդ անգամ դիմումը վերադարձնելուց, հաշվի առնելով, որ դիմումը քննության է ենթակա հատուկ վարույթի կարգով, առկա չէին հակադիր շահերով օժտված կողմեր, կարող էր դատավորը հնարավորություն տալ դիմողին գործի քննության ընթացքում լրացնել, ներկայացնել անհրաժեշտ պահանջվող փաստաթղթերը, միաժամանակ այս գործերով պարտադիր է իրավասու մարմնի մասնակցությունը եւ վերջինս կարող էր ինքն էլ լրացնել բոլոր անհրաժեշտ տվյալներն ու տեղեկությունները կամ իր հակափաստարկները ներկայացնել իրավասու մարմինը։ Եվ դիմումը վարույթ ընդունելու որոշումը կայացնելիս դատավորը գտել է, որ դիմողը իրենից կախված ամեն բան պատշաճ կատարել է եւ պետք չի իր կամքից անկախ հանգամանքներում առաջացած բարդությունների բացական հետևանքը դնել դիմողի վրա ու ճիշտ չի համարել դատարանը դիմողին դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքից այդ պայմաններում զրկելը, հատկապես այն դեպքում, եթե բացակայող փաստաթղթերը կարող են քննության ընթացքում ուրեմն լրացվել։ Դիմումը վարույթ ընդունելիս դատավորը առաջնորդվել է նաև թիվ ԵԱՔԴ 10-20-02-14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով, որոնց համաձայն բոլոր այն դեպքերում, երբ արկային հայցադիմի ձևին եւ օղանդակությանն առաջադրվող պահանջների ձևական խախտումներ, ինչպես նաեւ պրակտիկ խոչընդոտներ, սա Վճռաբեկ դատարանի եզրութաբանությունն է, որոնք հնարավոր է շտկել գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, ապա դատավորը պետք է ձեռնամուխ լինի հայցադիմումը վարույթ ընդունելու, իսկ դրանում առկա անհստակությունները շտկելու գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, ինչը բխում է անձի դատարան դիմելու դատական մատչելիության իրավունքներից։ Այսինքն դատավորը դիմումը վարույթ ընդունելով նպատակ է ունեցել մի կողմից ապահովել դիմողի դատարանի մատչելիության իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից զերծ պահել դիմողին հանրային իշխանության մարմինների, մասնավորապես մարզպետարանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից թույլ տրված թերացումների, բացթողումների եւ անհարկի ձգձգումների բացասական հետևանքներից։ Այս տեսանկյունից գտնում ենք, որ այս խախտումը իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում դատավորի համապատասխանությունը այս պաշտոնի կարգավիճակին, իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությանը եւ այս դիմումը վերադարձնելու հիմքը, այսինքն 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կախված չի եղել դիմողի կամքից եւ ողջամտորեն կարող էր վերացվել գործի քննության ընթացքում նման պայմաններով հաշվի առնելով, որ մեկ անգամ եւս վերադարձված էր արդեն դիմումը, դատավորը որոշել է վարույթ ընդունել այս վերը նշված նկատառումներից ելնելով։ Այս իր խախտման համար մեր կարծիքով բացառում է կարգապահական պատասխանատվությունը։ Հիմա երկրորդ իրավախախտումը ենթադրել, որ վերագրվում է դատավորին, վերաբերում է որդեգրման ենթակա երեխայի եւ երեխա որդեգրել ցանկացող անձի կենտրոնացված հաշվառումների բացակայությանը։ Ուրեմն սրանք երկու տարբեր ընթացակարգեր են, երկու տարբեր կենտրոնացված հաշվառումների մասին է խոսքը։ Ըստ նախարարության այս երկու հաշվառումներն էլ բացակայել են։
Մենք նախ արձանագրում ենք, որ այս իրավահարաբերությունները կարգավորվում են կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 269 նորմատիվ որոշմամբ հաստատված որդեգրման կարգով, որի իրավակարգավորումներով ղեկավարվելով դատավորը առաջնորդվել է այն կանխավարկածով, որ երեխան որպես որդեգրման ենթակա երեխա նախարարության կողմից վերցված է կենտրոնացված հաշվառման անկախ ձև երկու տեղեկանքի բացակայության հանգամանքից։ Նախարարությունը փորձել է միջնորդությամբ պատճառաբանել, որ ձև երկու տեղեկանքի բացակայությունն ինքնին վկայում է, որ երեխան ենթակա չէ որդեգրման։ Մենք հակառակ կարծիքի ենք եւ կարծում ենք, որ որդեգրման կարգի իրավադրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տեղեկանքի առկայությունը կամ բացակայությունը չի, որ որոշում է որդեգրման ենթակա լինելը կամ չլինելը։ Տեսեք, որդեգրման կարգի 4-րդ կետի 2-րդ նախադասությունն եմ այստեղ անհրաժեշտ համարում մեջ բերել, որպես որդեգրման ենթակա հաշվառվում են այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա է ծնողների համաձայնությունը, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ որդեգրել ցանկացող այլ անձ։ Տվյալ դեպքում դիմողը երեխայի ազգականն է, հորաքույրը, իսկ երեխայի երկու ծնողներն էլ տվել են իրենց համաձայնությունը դիմողի կողմից իրենց երեխային որդեգրելու վերաբերյալ։ Այսինքն այս իմ կողմից վկայակոչված նորմի ուժով երեխան ենթակա էր վերցման կենտրոնացված հաշվառման որպես որդեգրման ենթակա երեխա։ Եվ ընթացակարգը մեզ ինչ է ցույց տալիս, որ ուրեմն մարզպետարանը նախ պարտավոր էր երեխային վերցնել հաշվառման, հետո կազմել անձնական գործ, ուղարկել նախարարություն, նախարարությունն իր հերթին պարտավոր է երեխային վերցնել կենտրոնացված հաշվառման, եթե առկա է այս իրավադրույթով նախատեսված պայմանը, իսկ պայմանները առկա են սույն գործով։ Եվ մարզպետարանի կողմից ուղարկելու համար սահմանել է կառավարության որոշումը 3 աշխատանքային օր, նախարարության կողմից հաշվառման վերցնելու եւ տեղեկան կազմելու համար եւս 3 աշխատանքային օր։ Ընդ որում շատ կարևոր է, մեր դիրքորոշումը հիմնված է հենց այս հանգամանքի վրա, առավելապես, որ այստեղ հանրային իշխանության մարմինների համար որևէ հայցողություն նախատեսված չէ։ Եթե առկա է այդ պայմանը, ապա այս ընթացակարգը պետք է տեղի ունենա։ Որևէ այլ լուծում որդեգրման կարգը չի նախատեսել։ Եվ դատավորն էլ իրավունք է ունեցել առաջնորդվել այդ կանխավարկածով, որ եթե որդեգրման ցանկություն հայտնած անձը ազգականն է, ծնողները տվել են համաձայնություն եւ մարզպետարանը այդ մասին գիտի, ապա ուրեմն ընթացակարգը կատարվել է եւ երեխան վերցվել է կենտրոնացված հաշվառման, անկախ ձև երկու տեղեկանքի բացակայությունից։ Դա էլ այն դեպքում, երբ որ դիմողը ինքն է դատանացնում, որ չեն տալիս այդ տեղեկանքը, հնարավոր չի վերցնել։ Մարզպետարանը ասում է մենք չենք տալիս, նախարարությունը ասում է մենք չենք տալիս։ Մենք գտնում ենք, որ կենտրոնացված հաշվառման վերցված լինելու մասին ձև երկու տեղեկանքի բացակայությունը չի կարող վկայել այն մասին, որ երեխան ենթակա չէ որդեգրման եւ այդ պահանջը բավարարելը չի կարող, այսինքն առանց ձև երկու տեղեկանքի որդեգրման պահանջը բավարարելը չի կարող որակվել որպես կարգապահական իրավախախտում։ Այս վերլուծությունը հիմնված է կառավարության որոշման սահմանված որդեգրման կարգի վրա։ Միևնույն ժամանակ նաև արդեն խոսքը վերաբերում է դիմողին որպես երեխա որդեգրել ցանկացող անձի կենտրոնացված հաշվառման վերցնելուն, այստեղ էլ ուրեմն կազմվում է ձև 5 տեղեկանքը։ Այդ տեղեկանքն առկա չի եղել, բայց ելի դատավորը ելել է այն կանխավարկածից, որ անկախ այդ ձև 5 տեղեկանքի առկայությունից կամ բացակայությունից, եթե համապատասխան հիմքերը կան, ապա անձը իրավունք ունի որդեգրել երեխա։ Այսինքն անկախ այդ տեղեկանքի առկայությունից կամ բացակայությունից կարող է եւ դիմումը բավարարվել։ Ուրեմն այստեղ ընթացակարգը հետեւյալն է, մեր խնդրու առարկա գործով դիմողը ներկայացրել է Արարատի մարզպետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 26-ին դիմողին որպես որդեգրել ցանկացող անձի տրված դրական եզրակացությունը որդեգրման հնարավորության մասին։ Եթե մարզպետը դիմողին
տվել է դրական եզրակացություն որդեգրման հնարավորության մասին, ապա դա նշանակում է, որ հաջորդաբար կատարվել է նաև որդեգրման կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված գործողությունները, այսինքն տալով դրական եզրակացություն որդեգրման հնարավորության մասին, մարզպետարանը պարտավոր էր 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի անձնական գործը ուղարկել նախարարություն, նախարարությունը ստանալով պարտավոր էր 3 աշխատանքային օրվա ընթացքում վերցնել կենտրոնացված հաշվառման դիմողին եւ կազմել ձև 5 տեղեկանք։ Այստեղ եւս կառավարությունը որևէ հայցողություն չի սահմանել։ Եթե արկա է մարզպետարանի այդ մարզպետի եզրակացությունը, ապա այս ընթացակարգը պետք է տեղի ունենա առանց որևէ ուրեմն երկընտրանքի։ Եվ դատավորը առաջնորդվել է այդ կանխավարկածով, որ եթե իրեն ներկայացնում են համապատասխան դրական եզրակացությունը մարզպետի կողմից տրված, ուրեմն նշանակում է ամբողջ ընթացակարգը եւս պետք է կատարված լիներ։ Բացի այդ, հարգելի խորհուրդ, կառավարության համապատասխան որոշումից, այսինքն որդեգրման կարգից բխում է, որ եթե մարզպետը դիմողին տվել է դրական եզրակացություն, ապա սահմանված ժամկետում նախարարության կողմից դիմողին կենտրոնացված հաշվառման չվերցնելու պարագայում դիմողը այնուամենայնիվ պետք է համարվեր կենտրոնացված հաշվառման վերցված, հիմք ընդունելով վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիան։ Այլ կերպ ասած, մարզպետի կողմից դիմողին տրված դրական եզրակացության առկայության պայմաններում նախարարությունը պարտավոր էր սահմանված ժամկետում այդ անձին վերցնել կենտրոնացված հաշվառման, որը իրավունք է տալիս անձին որդեգրելու երեխա։ Եվ եթե նախարարությունը դա չի արել, ապա դիմողին կենտրոնացված հաշվառման վերցնելու մասին վարչական ակտը պետք է համարվի ընդունված մեր նշած իրավաբանական ֆիկցիայի ուժով։ Եվ նաև անհրաժեշտ եմ համարում այստեղ վկայակոչել վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն, եթե դիմով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձին կարող են հավաստել սահմանված ձևի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար։ Տիպիկ մեր իրավիճակն է, հայցվել է որոշակի փաստ հաստատելու արձանագրելու վերաբերյալ վարչական ակտ, այսինքն որ այս մարդը ուրեմն իրավունք պետք է ունենա որդեգրման գործընթացին մասնակցել, դա պետք է հաստատվեր հատուկ սահմանված ձևանմուշով, փաստաթղթով, ձև 5 տեղեկանքով, որը եթե չի տրվել սահմանված ժամկետում, ժամկետն էլ 3 աշխատանքային օր է, շատ կարճ։ Ապա ուրեմն անձը պետք է ազատվի բոլոր այդ պարտականությունից այս տեղեկանքի չներկայացման հետ կապված, այսինքն օրենսդիրը արդեն ասել է, որ բացասական հետևանքները չեն կարող անձի վրա դնել, եթե հանրային իշխանության կամ վարչական մարմիններն են այստեղ թերացել։ Հետևաբար մենք գտնում ենք, որ ուրեմն այդ որպես երեխա որդեգրել ցանկացող անձ կենտրոնացված հաշվառման վերցվածների մասին ձև 5 տեղեկանքի բացակայությունը ինքնին չի կարող համարվել կարգապահական իրավախախտում։ Եվ երրորդը մեր հարցադրման մեջ այս մասին ուրեմն խոսեցինք, հարգելի խորհուրդ, որ վարույթ հարուցելու որոշումից դուրս մեկ նոր իրավախախտում է վերագրվել դատավորին, դա երրորդ ենթադրյալ իրավախախտումն է, խոսքը վերաբերում է ընտանեկան օրենսգրքի իրավարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության բացակայությանը։ Սա վարույթ հարուցելու որոշման մեջ չկա, նոր իրավախախտում է միջնորդության մեջ նշված, բայց մենք անհրաժեշտ ենք համարում այնուամենայնիվ սրան եւս ըստ էության առարկայական անդրադառնալ։ Այս եզրակացությունը վերաբերում է որդեգրման հիմնավորվածությանը, երեխայի լավագույն շահերին եւ ուրեմն որդեգրել ցանկացող անձի եւ երեխայի միջև շփումների փաստին։ Օրենսդիրը այդպես է սահմանել։ Հիմա մենք գտնում ենք, որ այս բոլոր տվյալները, այսինքն որդեգրման հիմնավորվածությունը
երեխայի լավագույն շահին համապատասխանելը որդեգրման, ինչպես նաև որդեգրել ցանկացող անձի եւ երեխայի փաստացի շփումները բոլորը մենք բովանդակային առումով խնդրող առարկա գործում ունեցել ենք։ Այսինքն ունեցել ենք անհրաժեշտ բոլոր տվյալները, տեղեկությունները, որոնք որ բովանդակային առումով այս եզրակացության առկայությունը այդքան էլ ուրեմն պարտադիր չեն դարձնում։ Ինչի մասն է խոսքը, հարգելի խորհուրդ, ուրեմն Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի 2024 թվականի հունիսի 28-ին կազմված եզրակացությամբ, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել այն վերնշված մարզպետի դրական եզրակացության կայացման համար, այդ մի խոսքով այդ միասնական սոցիալական ծառայության եզրակացությամբ նշված է հետևյալը. Դիմողը, երեխան եւ երեխայի կենսաբանական ծնողները բնակվում են նույն հասցեում, նույն տանիքի ներքո 12 անդամից բաղկացած ընտանիքում։ Երեխան դիմողի եղբոր դուստրն է։ Բացի երեխայից, դիմողի եղբայրը ունի եւս 6 երեխա։ Երեխայի որդեգրման որոշումը դիմողը կայացրել է ընտանիքի բոլոր անդամների հետ համատեղ, ովքեր իրենց համաձայնությունն ու աջակցությունն են հայտնել դիմողի այդ որոշմանը։ Բացի այդ, այս եզրակացությունը տեղեկություններ է պարունակում երեխայի եւ դիմողի անձնական շփումների մասին։ Քննարկվող փաստաթղթից ակնհայտ է, որ դիմողը եւ երեխան ապրելով համատեղ նույն տանը մշտապես գտնվում են փաստացի շփման մեջ, այնքանով որքանով դա հնարավոր է, մանկահասակ այդ պահին դեռ 1 տարեկանը չլրացած երեխայի պարագայում։ Բացի այդ, նշված եզրակացության համաձայն դիմողը օգնել է իր եղբոր երեխաների, այդ թվում նաև այս մեր երեխայի խնամքի կազմակերպման հարցում, ինչը եւս վկայում է երեխայի եւ դիմողի անձնական շփումների փաստի մասին։ Ուրեմն հաշվի առնելով այս միասնական սոցիալական ծառայության 2024 թվականի հունիսի 28-ի եզրակացության բովանդակությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը որդեգրման հնարավորության մասին նոյեմբերի 26-ի դրական եզրակացությունը տվել է հիմք ընդունելով հենց այս միասնական սոցիալական ծառայության եզրակացությամբ նշված տվյալներն ու տեղեկությունները, դատավորը համարել է, որ բովանդակային առումով ընտանեկան օրենսգրքի իրավարաբերության ծագման պայն գործող խմբագրությամբ 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության մեջ ներառվող բոլոր տվյալներն ու տեղեկությունները ինքը ունի։ Իրեն սա բավարար է, որտեղ այդ նորմը խոսում է ուրեմն նորից կրկնեմ երեխայի որդեգրման հիմնավորվածության, երեխայի լավագույն շահերին որդեգրման համապատասխանության եւ երեխայի ու որդեգրել ցանկացող անձի շփումների մասին։ Իսկ այս բոլոր տվյալները մենք գործող փաստորեն ունեցել ենք։ Եվ գտնում ենք, որ սա եւս չի կարող հանգեցնել որևէ կարգապահական պատասխանատվության, այս եզրակացության բացակայությունը։ Հաջորդ փաստարկը հարգելի խորհուրդ վերաբերում է դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված երաշխիքի կիրառությանը։ Մենք գտնում ենք, որ այս գործով ներկայացված դիմումը վարույթ ընդունելը եւ որդեգրման վերաբերյալ վճիռ կայացնելը ոչ այլ ինչ է, քան արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանության, փաստերի եւ ապացույցների գնահատման արդյունք։ Եվ դա չի կարող որակվել որպես կարգապահական պատասխանատվություն, կարգապահական իրավախախտում։ Սույն դեպքում նախարարն անտեսել է մեր կարծիքով, որ արդարադատություն կամ որպես դատարան այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի եւ ապացույցների գնահատումը դատավորի մենաշնորհն է, իսկ դրա համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը ոչ միայն արգելված է ուղղակիորեն դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասով, այլ նաև հակասում է դատական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված օրինականության դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի եւ դատարանի անկախությունը հարգելու եւ հեղինակությունը բարձր պահելու սկզբունքներին։ Այս ամբողջը մեր այս 3 խախտման վերաբերյալ մեր դիրքորոշումը վկայում է այն մասին, որ դատավորը պարզապես մեկնաբանել է իրավանորմերը, քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ ընտանեկան օրենսգրքի եւ իր ձեռքի տակ առկա փաստերը գտել է, որ դրանք բավարար են այս նորմերի կենսագործման համար։ Եվ կարծում ենք, որ այս երաշխիքը մեր նկատմամբ կիրառելի է։
Վերջին փաստարկը հարգելի խորհուրդ վերաբերում է մեղքին, գտնում ենք, որ ուրեմն այդ ենթադրյալ արարքի եւ դրա հետևանքների նկատմամբ դատավորի մեղքը բացակայում է, հետևանք ընդհանրապես չկա, մենք փորձեցինք նաեւ հարցերի տեսքով ճշտել, նախարարության ներկայացուցիչը արարքը ինքնին ներկայացրեց որպես արարքի հետևանք, մեր կարծիքով դա անընդունելի է եւ որևէ կոպիտ ամբողջության մասին այստեղ խոսք լինել չի կարող Տեսեք, ինչ է տեղի ունեցել դիմումը վարույթ ընդունելու եւ որդեգրման վճիռ կայացնելու արդյունքում երեխան որդեգրվել է իր հարազատ հորաքրոջ կողմից, ով ամուսնացած չէ, զավակներ չունի, երեխան բազմազավակ ընտանիքի 7 զավակներից մեկն է եւ մնացել է նույն տանը, նույն ընտանիքում, որտեղ ինքը բնակվում էր։ Ծնողների համաձայնությամբ, այսինքն որևէ ուրեմն խնդրահարույց իրավիճակ այստեղ առկա չէ եւ մեղքի մասին խոսելը կարծում ենք, որ ավելորդ է։ Այսքանը հարգելի խորհուրդ մենք գտնում ենք, որ դատավորը ենթակա չէ սույն միջնորդության կարգապահական պատասխանատվության։ Ձեր հարցերը Շնորհակալություն Կինաթոյան դիմումը վարույթ ընդունելու ժամանակ դիմումին կից ներկայացված եղել են 268-րդ հոդվածի համապատասխան մասի 6-րդ ու 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը Ոչ Դիմումը վերադարձնելուց հետո, երբ որ երկրորդ անգամ ներկայացվել է, այդ ժամանակ ներկայացված եղել են նույն փաստաթղթերը։ Ոչ Գործով որոշում կայացնելիս կենտրոնացված հաշվառման վերցնելու վերաբերյալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված տեղեկանք գործում արկա եղել է, թե ոչ։ Ոչ Այլ հարցեր չունեմ հարգելի խորհուրդ։ Պարոն Հոկյան, հարցս ուղղում եմ ձեզ, որևէ գնահատական չտալով ձեր դիրքորոշմանը կապված վարչարության հիմքերի եւ վարչակարգի մասին օրենքի 48 հոդվածի կարգավորման հետ, հետեւյալ հարցը։ Ձեր այդ դիրքորոշումը, որ փաստաթուղթ ստացած չլինելու պայմաններում օրենքով սահմանված կարգով համարվում է փաստաթուղթ արդեն ընդունված։ Նման դիրքորոշում դիմողը իր դիմումը նշել է թե ոչ։ Ոչ Այդ պարագայում, եթե դիմողը դա չի նշել, հաջորդ հարցս դատավորը իր եզրահանգումները կատարելով, որ այո այս փաստաթուղթը բացակայ է, բայց հաշվի առնելով, որ օրենքով սահմանված կարգով դա համարվում է ընդունված։ Նման եզրահանգում ունի դատարանի դատական ակտում։ Ոչ Շնորհակալություն, ես մի շարք հարցեր ունեմ։ Շնորհակալություն, ես մի շարք հարցեր ունեմ։ Ես հարցրեցի նախարարությանը, առաջին հարցրեցի ինչն է պատասխանում կենտրոնացված աշխատանքը, որտեղ պատասխանեք այդ հարցին դեպք պատասխանելու։ Հարգելի խորհուրդ, մենք համոզված ենք նախարարության դիրքորոշման հետ այդ նպատակի առումով, այո, պետական վերահսկողություն կարևոր է դա, որդեգրման իրավաչափությունն ապահովելու տեսանկյունից։ Խնդրում եմ բացատրեք, այդ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերը եւ օրենսդրությունը, որդեգրումը որտեղից է սկսվում, երեխայի որդեգրման պրոցեսը որտեղից է սկսվում։ Հարգելի խորհուրդ, տարբեր ընթացակարգեր կան, կոնկրետ տվյալ դեպքում, քանի որ որդեգիրը ցանկացող անձը ազգականն է, որդեգրման կարգում հատուկ կարգավորում կա այդ մասին, եւ ինքը ներկայացնում է իր տվյալ մարզից, եթե Երևան քաղաքում մարզում մարզպետարան, Երևան քաղաքում քաղաքապետարան հատուկ դիմում, որ ինքը ցանկանում է
ավելի պարզ է եղել ընթացակարգը, որովհետև երեխան իր եղբոր զավակն էր։ Եվ ինքը հենց այդ երեխային էր ցանկանում որդեգրել։ Ուրիշ դեպքեր հնարավոր են, որ ուրիշ երեխայի առանց ծնողական խնամքի ունեցած ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դրանք գրել տարբեր ընթացակարգ են։ Մեր դեպքում միայն այդ որդեգրման կարգի 4-րդ կետի երկրորդ նախադասությունն է պատասխանը տալիս։ Արդյոք եթե ծնողները կենքանի եւ տալիս են իրենց համոզայնությունը, օրենսդրության տեսակետից դիտվում է որպես առանց խնամքի մնացած երեխա։ Ոչ։ Այդպիսի կարգավորում չկա, հատուկ մենք դա ուսումնասիրել ենք, նաև ասեմ հարգելի խորհուրդ, որ միջնորդության մեջ մեկ կամ երկու էջում նշված են այդ նորմերը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի վերաբերյալ, բայց երբեք դրանք վիպակի արդյունք են, այդպիսի փաստական հանգամանք այս գործով առկա չէ, եւ այդ հասկացությանը այդպիսի հատուկ նաև օրենք կա, եւ այդ հասկացությունը մեր դեպքում երեխան չի համապատասխանում։ Այդ դեպքում խնդրում եմ ասել, ինչ նպատակ է հետապնդում որդեգրումը։ Դրա դեպքում Ընդհանրապես ընդհանրապես որ մարդու իրեն լիարժեք զգալու ընտանիք ունենա չգիտեմ ընտրվածել ընդհանրապես։ Տվյալ դեպքում այդ կինը ամուսնացած չի եղել, եղբայրը շատ երեխաներ է ունեցել, մեր հայ հասարակությունում, հատկապես գյուղական վայրերում այդպիսի դեպքեր կան, հիմնականում դա կատարվում է օրենքների շրջանցմամբ, սովորակի, բայց հիմա այս դեպքում որոշել էին օրենքով սահմանված կարգով որդեգրման պրոցես իրականացնել։ այդ ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը, որ նշված է դրա մեկնաբանությունը ով կտա որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի եւ շարունակում։ Չի դիտարկվում որպես բոլոր դեպքերում առանց մնացած կամքով ծնողների կողմից իրենց կամքով առանց խնամքի թողած եւ բնության ուժով։ Ոչ, այլ օրենսդրական կարգավորումներում թերություններ կան, բայց հստակ հասկացություն կա օրենքի մեջ, թե ինչ է նշանակում առանց ծնողական խնամքի մնացած երեխա, մեր դեպքում այդ հասկացությունը չի տարածվում այս երեխայի վրա։ Հաստատներից մեկը վերաբերում է նրան, որ դատավորը մեկնաբանել է հաստատքների բացատրությունը, ձեր չգիտեմ դատավորը համաձայնատեսել թե չէ, հաշվի առնելով, որ պետական մարմինը հաշվառումը չի կատարել, դատավորը մեկնաբանել է դա որպես արդեն տեղի ունեցած փաստ, ֆիկտ։ Ես ճիշտ հասկացա՞ծ եմ, արդյոք դատավորը համաձայն է մեկնաբանությամբ։ Այո, հարգելի խորհուրդ, եզրակացության ակնհայտության պայմաններում ինչպես տրամադրվել է դատականիստի ընթացքում դատարանը մեկնաբանել է ճիշտ այդպես։ Շատ լավ։ Այդ դեպքում խնդրում եմ ասել, դատավարությունում հստակ նշված է, թե որ դեպքում կարող է ոչ թե կարող է պարտադիր է, որ մերժվի որդեգրման պահանջը, որդեգրման դիմում։ Եվ սահմանված է մեկ դեպքերից մեկը թերություն ունենալու, հաստատքների թերություն։ Դուք սա թերություն գնահատել եք թե ոչ։ Ֆորմալ առումով այո։ Բայց հարգելի խորհուրդ, այդ թերությունը այդ նորմերը ենթարկվել մեկնաբանության դատավորի կողմից, որ այսքան թերությունը այն աստիճան լուրջ չէ, որ այդ որդեգրման հարցը մերժվի։ Ներեցում բան է, հարգելի ներկայացուցիչ, դուք մի անգամ մի գործով մեկնաբանության վերաբերյալ ասել եք, մենք դատական ակտ ենք կայացրել, հետո կարդացել եք։ Այո։ Չեք փոխել ձեր դիրքորոշումը այդ մեկնաբանությանից։ Հարց չունեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի ներկայացուցիչ կամ հարգելի դատավոր, բոլոր հարցերին պատասխանել այս հարցին։ Ներկայացուցիչ իր խոսքում ասաց, որ ըստ էության կենտրոնացված հաշվառման վերցնելու մասին տեղեկանք, որպես այդպեսին գնահատվում է որպես ձևական կանաչ, քանի որ դրա համար որպես նախադրյալ հանդիսացող բոլոր գործողությունները համենայն դեպս ըստ դատարանի մեկնաբանման արդեն իսկ կատարված էին։ Ուստի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ երկու տեղեկանքներ մեր գրալ դեպքում եւ ձեր երկուսի եւ ձեր 5-ը, մի դեպքում երեխայի որդեգրման համար
Շնորհակալություն։ Այդ դեպքում երկրորդ հարցս ուղղան, եթե հնարավոր է, այն կարգը որդեգրման, որով որ առաջնորդվում են եւ հոսպիտալները եւ իրավասումարները եւ այդ թվում նաեւ նախարարությունը կարգը համապատասխան ընթացակարգերի սահմաններից նշում է նաեւ, որ պետք է ուղղարկվի ամբողջ անձնական գործը, այդ թվում նաեւ բոլոր եզրակացությունները, որոնք հիմք են հանդիսացել հաշվառման վերցնելու նպատակով։ Այդպես է նշված է բոլոր փաստաթղթերի օրինակները ուղարկվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով։ Ես ուզում եմ հասկանալ, եթե դա ձևական բնույթ էր դրում, ըստ էս ինչ նպատակ էր հետապնդում տեղեկանք տրամադրելու համար, ընդհանրի եվրոպական կետում զուտ այդ տեղեկանք այսպես ասած տրամադրելու անհրաժեշտության դեպքում, այդ ամբողջ փաստաթղթերը նախարարություն ներկայացնելու դեպքը մանավանդ, որ տվյալ դեպքում նախարարությունը չի ներկայացրել համապատասխան տեղեկանքը, քանի որ ըստ նյութերից պարզվում է, որ լրացուցիչ բացակայող փաստաթղթի մասին հարցում է ներկայացրել նախարարությունը։ Շնորհակալություն, տեսեք, հատելի խորհուրդ այդ ընթացակարգը կարևոր է պետության տեսանկյունից եւ գործադիր իշխանության հանրապետական մարմինը բոլոր որդեգրման դեպքերը, որդեգրել ցանկացող բոլոր անձանց եւ որդեգրման ենթակա բոլոր երեխաները վերցնում է հաշվառման եւ այդ հաստատալումը պետք է տեղի ունենա, բայց ամեն մի կոնկրետ դեպք իր առանձնահատկության մեջ պետք է մենք վերլուծենք, մեր կարծիքով այս կոնկրետ դեպքում, միայն այս կոնկրետ դեպքում այդ տեղեկանքների բացակայությունը կրել են ձևական բնույթ։ Պարոն Հակոբյան, պարոն Զեյնալյան նշեց, որ եզրակացություն է եղել, որը ներկայացնելու պահանջով սահմանված եղել, սկզբում ներկայացված չի եղել, որից հետո գործի քննության ընթացքում ներկայացվել է։ Խնդրում եմ նշեք ու թե մանրամասնեք, թե խոսքը որ եզրակացության մասին է կոնկրետ եւ դժվարի կայացման տեսանկյունից ինչ նշանակություն է ունեցել նշված փաստաթղթի գործում։ Շնորհակալություն, այդ եզրակացության ընթացքում երկու եզրակացություն են ներկայացվել եւ դրանք վճռորոշ նշանակություն են ունեցել դժվարի կայացման համար։ Մեկը մարզպետի եզրակացությունն է, որդեգրման հնարավորության մասին, որտեղ մեր դիմողին տրվել է դրական եզրակացություն, երեխա որդեգրելու հնարավորության վերաբերյալ։ Սա ժամկետով եզրակացությունը մեկ տարի է ուժի մեջ եւ սա է հենց ինքն հանդիսանում հենին նշած կենտրոնացված հաշվառման գործընթացը իրականացնելու համար։ Երկրորդը, որ դատական ընթացքում ներկայացվել է, միասնական սոցիալական ծառայության արտաշատի տարածքային կենտրոնի եզրակացությունն է, որը վերաբերում է այդ ընտանիք կատարված այցելությանը։ Եթե այս դեպքում երեխան եւ որդեգրողը չապրեին նույն ընտանիքում, սա բավարար չէ լինի։ Սա միայն տվյալներ կպարունակեր որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների մասին։ Բայց մեր կոնկրետ դեպքի առանձնահատկությունն է այն, որ երեխան եւ այդ թիմովը ապրում են նույն ընտանիքում, նույն տանը եւ այցելությամբ մեզ հետաքրքրող բոլոր հանգամանքները նշվել են։ Մասնավորապես որդեգրման հիմնավորվածություն, երեխայի լավագույն շահ եւ նրանց միջև շփումներ։ Եվ սրանց հիմա վրա դատավորը այդ 113-րդ խորված երկրորդ մասով ցանցմանը հաղթարված է համարել։ Վերջացրի։ Հարգելի ներկայացուցիչ, ձեզ ուղղам եթե դատավորությունը վերացնի իհարկե նշեցիք, որ այդ մարզպետանի կողմից տրված տեղեկանք եզրակացությունը, փաստաթուղթը ինքը հիմք է հետագայում կենտրոնական հաշվառման վերցնելու համար։ Դա հիմք է, թե դա ենթադրում է հետագայում օրինակ ավտոմատ հաշվառում, ինչպիսին է ձեր տեղեկատվությունը։ Հարգելի խորհուրդ, մեր ամբողջ դիսկուրսում կարողանում է տրամաբանության, որ դա ավտոմատ գործընթաց է, որովհետև այլ որևէ որոշում լիազորված չեն ընդունել պետական մարմինները։ Ինչից է ձեր ներքին համոզմունքը։ Չէ, կառավարության որոշման համաձայն որդեգրման կարգի դրույթների առացի մեկնաբանությունից այնտեղ որևէ այլ կառուցակարգ, օրինակ, ասենք, քաղաքացիական դատավարության գծով կառուցադիմը վերադարձնել կամ բարոյ ընդունչեն, դա չկա այդպես բան։ Եթե դա եղավ, 3 աշխատանքային պարտադիր պետք է ուղարկվի, եւ ստանալուց 3 աշխատանքային պարտադիր պետք է հաշվարկվի։ Սա է բանը։ Եթե կարելի է լրացում ես անեմ, կառավարության որոշումը
ողջ գործընթացը եզրափակվում է մասպետի դրական կամ բացասական եզրակացության։ Հենց այդտեղից էլ խոսեցրել է դատարանը այդ միտքը, այդ կանխավարկածը, որ ուրեմն հաշվառումը եղել է համապատասխան, որպեսզի հիմքով դրական եզրակացություն ներկայացվել, արդեն դատախազություն տունում դատական իսկին, որին մասնակցել Արտաշատի մսակցի ներկայացուցիչը դիմողը ևս ամբողջ փաստաթղթերը ևս մեկ անգամ փաստվել են։ Այսինքն դատարանի հանրայքային ապացույցների համակցության միջև ներքին համոզմամբ ձևական խոչընդոտ էր դատականից օրինակ հետաձգել, որ այդ հաշվառումը ուզել հաշվի առնել, որ արդեն այդ եզրափակող փաստաթղթը եղել է գործում, տրամադրվել է դատարանը։ Շնորհակալություն Տիկին Աթոն պարզաբանների համար։ Այդ դեպքում մի հատ հարցածում, այդ դեպքում ըստ ձեզ պետությունը ինչի համար է ստեղծել այդ հաշվառման մեխանիզմը կամ ընթացակարգը ընդհանրապես, եթե իսկապես ավտոմատ է եւ դա եզրափակիչ փուլն է։ Երբ այդ հարցը մի քանի անգամ հնչեց, մենք կարծում ենք, որ դա ողջերման գործընթացի իրավարշավության նկատմամբ պետության վերահսկողության համար գործուն մեխանիզմ է, շատ կարևոր է դա։ Մենք չենք արժեզրկում այդ կարգավորումների նշանակությունը։ Պարզապես ասում ենք, որ այս կոնկրետ դեպքում դրանց բացակայությունը ձևակերպում է միայն այս գործով։ Մեր դիրքորոշած է, ոչ թե մենք ասում ենք պետք չեն այդ կարգավորումները մեզ։ Ոչ դրան կարևոր կարգավորումներ։ Ուղղակի դատարանը որ հենց նրա համար է դատարանը, որ ինքը նորմերը, փաստերը մեկնաբանելուց հասկանա, որ այս դեպքը կարող է եւ հաղթահարած համարել բոլոր հարցերը այստեղ արդեն արձակված են, բոլոր տեղեկությունները բովանդակային առումով ունեն։ Ինչու արհեստական խոչընդոտ ստեղծած այն բարեկամ, երբ գլխավոր դերակատարները, մարզպետարանը եւ նախարարությունը թերանում են այդ աշխատանքը։ Դիմողը չի կարողանում այդ ամենը ճիշտ կազմակերպել, որովհետեւ թերանը նույնիսկ պատասխան ունի, որ ասենք մարզպետարանը տեղեկات չի տրամադրում։ Ինչ-որ այսպիսի բաներ, որոնք որ ասենք արհեստականորեն խոչընդոտ են ստեղծել, դատավորները մտածել որ այդ խոչընդոտները այս կոնկրետ դեպքում բավարար են հաստատկազմի արկայությունը բավարար է, խոչընդոտը հաղթահարելու է։ Տեսեք, մենք ունենք ամենևին չնասնելով պետական որևէ մանրի դեր նշանակություն, այն ամենի ողջերման գործընթացը բացառապես դատավարական կարգով իրականացվող գործընթաց է։ Եվ դատավարական կարգով գործընթացի պայմաններում կարծում եմ արտադրությունը պետք է տեսանելի լինի եւ ավելի իրական, այսինքն ֆորմալ խոչընդոտները տվյալ դեպքում վարչարության արդյունքում դիմողի հանդիպած խոչընդոտները հենց դատարանը պիտի վերացնի։ Այսինքն դատարանի առաքելությունը հենց կայանում է դրանում, եւ դրա համար դատարանը այս ամբողջի հաշվառմամբ հենց կարող եմ ասել, որ մենք ունենք երկու դրական եզրակացություն, իդենտիկ, տարբեր ամիսների, որը ձայնագրման ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այս հարցը բարձրացնում են դիմողին, դիմողն ասում է, որ մարզպետարանը երկու հատ է տրամադրվել, երևի շատ վստահ է եղել, երկու անգամ դրական եզրակացություն տվել։ Այսինքն այստեղ չեմ ուզում որակել ինչի արդյունքում է երկու եզրակացություն, բովանդակային առումով լրիվ իդենտիկ տվել, այն ամենի դատարանի փոխին համոզմունքն է եղել, որ այլ ավելի խոչընդոտներ, որ անձը իր իրավունքների իրացնելիս դատարան է դիմում, չպիտի եք հանդիպի։ Դատավարական փուլում դիմումը վերադարձնելու չեմ հանդիպում, որտեղ դրանց անդրադարձան ուժեղիկ դատարանի նախադեպային որոշմանն է, որ կայացում արվեց ներկայացուցիչ կողմից։ Վերջը երեխան հաշվառվել է։ Ինչպես երեխան հաշվառվել է, թե ոչ։ Վերջնախում այս պահի դրությամբ տեղեկացված եք ունեք տեղեկատվություն։ Շատ լավ։ Շատ երթական ամենավերջում ես հարցերի տալի շատ հարցեր չեղին ունեմ գործընկերների կողմից, բայց ամենավերջում ես Նաև դուք ասացիք վճռագոտ դատարանի որոշման հիման վրա կարծում եք, որ պետք է դա այդ հանգամանքները վարորդություններու կամ դեպքարտած խոչընդոտներ չհանդիսանան եւ ըստ այդ վարորդ եք ընդունել այն կանխավարկածով որ հետագայում կլրացվի, ճիշտ եմ հասկացել։ Շատ լավ, երբ որ այ հետագայում չլրացվեցին այն փաստաթղթերը, որոնք որ ի սկզբանե հայցադիմը վերադարձնելու հիմք չէր դիտարկել, որևէ միջոց ձեռնարկեցիք, թե ոչ, ու հետո մյուս հարցը։ Կրկնվեմ այնուամենայնիվ դատաքննության փուլում, երբ արդեն իսկ ներկայացվեց մարզպետի դրական եզրակացություն, նաև միասնական սոցիալական ծառայության Արտաշատի համապատասխան դրական եզրակացություն, այսինքն երկու դրական եզրակացություններ, դրանց հաշվառմամբ դատարանը չպահանջեց ձեր 2 եւ ձեր 5-ի հաշվառման տեղեկանքները, համարելով, որ գործընթացը, որտեղ գրման կառավարության որոշմամբ սահմանված, եզրափակվում է հենց այդ դրական եզրակացությամբ եւ
դրա մասին վճռում պատճառաբանական մասում դրա մասին անդրադարձում եք, որ այդ հաշվառման վերաբերյալ փաստաթղթերը այս պարագայում SSS հանգամանքները հաշվի առնելով հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի բացակայությունն ինքնին հիմք չէ սույն դիմումը մերժելու համար։ Իհարկե այդ հարցերի հնչել են, բայց քանի որ շարունակվող է, ես դրա համար Իմ վճռը բացառապես երեխայի լավագույն շատի դատավարական փուլում եւ նաեւ մինչեւ տեղի ունեցած բոլոր այդ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցության վրա, ներքին համոզման վրա եւ ինչու՞ չէ նաեւ դիմողի մայրամներով այդ համանդրական իրավունքի իրացման դիտացել։ Շատ շնորհակալություն, ձեր ներկայացուցչին հարց տամ։ Հարգելի ներկայացուցիչ, այդ դուք պնդում եք, ասում եք, քանի որ երրորդ ժամկետում այլ որոշում կայացնելու, այլ գործողություն իրականացնելու իրավասություն պետական մարմինը չունի, գործում են կանխավարկածը, որ հաշվառված է եւ ֆիկցիայի վերաբերյալ նաեւ չէ շեշտադրում նրան։ Չունենք իրավիճակներ, որ պետական մարմինը սահմանված ժամկետում կամ որևէ գործողություն չի անում, որի արդյունքում վարչական գործ է ծնվում, վարչական պրոցես է սկսում, վարչական դատարանում կամ որևէ հիմքով մերժում, այսինքն եթե այդ երրորդ ժամկետն անցավ, իմպերացիվը, որ անհնար է որևէ հիմքով մերժի, թեկուզ եւ սխալ։ Հաշվի խորհուրդ իհարկե ունենք այդպիսի դեպքեր, բազմացի են դատական գործերը, վարչական դատարանը ծանրաբեռնված է այդ գործով, երբ որ այս գործով է դատավորի վարչակցությունը միտված է եղել, որ ևս մեկ կամ երկու նոր վարչական գործ չծնվի, որովհետև գործում արդեն եղել բավարար տվյալներ եւ տեղեկություններ, որոնք ծածկել են ձեր երկու եւ ձեր 5 տեղեկանքների առանձին ներկայացման անհրաժեշտությունը։ Իսկ մի փաստի մասին խոսեցիք, որ դիմողը փաստաթուղթ է ներկայացրել համաձայն որի գուցե բառացի չասեմ հիմա, բայց ընդհանուր բովանդակությունը պետք է որ ասեմ։ Ըստ որի ներկայացրել էր, որ ապագայում կներկայացնեմ այս փաստաթղթերի համար դիմել եմ այսինչ պետական մարմին, ինչի մասին է խոսքը։ Կա չէ, այդպիսի բան։ Այո, հենց այդ փաստաթղթերի մասին է խոսքը, որ ասում են չեն տրամադրում եւ այլն եւ այդպես է չեն տրամադրում։ Չենք ասում չեն տրամադրում, թե ասում ես հենց տրամադրեմ կներկայացնեմ ձեզ։ Ոնց որ թե այս երկու իրավիճակի մեջ տարբերություն կա։ Եթե ասում չեն տրամադրում, այդ ժամանակ գուցե տեսականորեն մտածենք, որ լավ քաղաքացու տեսանկյունից նայելով ինչ-որ չգնա, չչարչարվի եւ այլն լրացիչ վարչարությունից, հուսով ինչպես դուք եք ասում։ Բայց կարծեք թե այս իրավիճակում նշել է, որ ոնց որ ասած այդ վարույթ ընդունելու այդ ընթացիկ փուլն է հաղթահարել էլի ենթադրաբար։ Բայց ապագայում կներկայացվի, դիմել եմ դեռևս պատասխան չունեմ։ Հիմա մենք ունենք այսպիսի մի փաստաթուղթ, որ դիմել են պատասխան չունեն, բայց մենք չենք սպասում այս պատասխանին, ենթադրաբար հիմք ընդունելով, որ այն փաստաթղթերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ կենտրոնացված հաշվառման վերցնելու համար, այդ փաստաթղթերը կան, էլ ինչ են կանում կենտրոնացված հաշվառման։ Սա իրավիճակ է։ Հարգելի որ տեսեք, քանի որ նոր փաստաթուղթ է ներկայացվել դատականության ընթացքում, դիմում չկսված, դա այդ նոր փաստաթղթերը նոր արդեն նշեցի թե որոնք են երկու եզրակացություններ։ Այդ նոր փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատավորը արդեն հանգել է եզրակացության, որ վերջ ամեն ինչ նորմալ տեղեկությունները տվյալները բավարար չափով առկա են ուժեր կայացնելու համար։ Շատ լավ, շնորհակալություն, ես նորից հարցեր չունեմ։ Մեզ հաջորդող գործողությունների մնացածների հետազոտման փուլը եւ ունենանք եզրափակիչ ելույթներ, ապացույցների հետազոտման հետ կապված անհրաժեշտություն գտնում եք, առաքելական այնպես հետազոտելու, որ բարձրացնելի, թե համարենք հետազոտված եւ խորհուրդը գիտի, խորհրդի բոլոր անդամները ամբողջ փաթեթը ստացել են, բարձրանալ։ Դուք գիտեք ինչ ներկայացրել եք նաեւ արգաժան դատող։ Անհրաժեշտություն չենք տեսնում, հարգելի խորհուրդ, կարող ենք համարել հետազոտված։ Շատ լավ, դուք ինչ կարծիք եք, նրանք հետազոտում։ Մենք ցանկանում ենք համար հետազոտել։ Շատ լավ, խորհրդի նույնպես ես առաջարկում կարճ ընդմիջում, մոտ 20 րոպե եզրափակիչ ելույթներին դուք եք պատրաստվեք հետագայում եւ կարող եք ինչ որ բան եք ուզում ասել։ Ժամը 14:00 է։
20 երկուսին 15 պակաս։ 15 ինչ ասեք, 20 պատրաստվեն եզրափակիչ ելույթներին և մոտենանք 14-ից 10 պակաս, ասինքն 13-ից 50 րոպե լինենք դահլիճում։ Շատ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, խոսքս պետք է սկսեմ պարոն Հակոբյանի հետ համաձայնվելով։ Լիովին համաձայն եմ, որ այո, դատավորի մենաշնորհն է օրենքի մեկնաբանությունը և դրա կիրառումը։ Այնպես, ինչպես սույն վեճի տրամաբանության շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհն է կենտրոնացված հաշվառման վերցնելը և կենտրոնացված հաշվառման վերաբերյալ տեղեկանք տրամադրելը։ Եվ դատարանը չունի իրավասություն գնահատելու հարակից այլ հանգամանքների բերումով, բովանդակային այլ տեղեկություններ քննության առարկա դարձնելով, գուցե մասնագիտացված դատարանների իրավասության տիրույթ մտնելով, գնահատել, թե արդյոք փաստացի կենտրոնացված հաշվառման վերցված եղել է, թե չէ։ Գործի փաստական հանգամանքները հստակ են։ Կենտրոնացված հաշվառում տեղի չի ունեցել։ Դրա մասին հայտնում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Բազմիցս ակտ ունեցա արդեն նշելու նույնական փաստական հանգամանքներով բարձրագույն դատական խորհրդում մեջբերված այլ գործի վերաբերյալ։ Այստեղ կարծիք և փաստարկում է հնչեցվում դրա ինչպես քաղաքացիական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի նորմի բովանդակության տրամաբանությամբ այլ փաստաթղթերի ներկայացված լինելու, ինչպես նաև կոնկրետ այս դեպքում կենտրոնացված հաշվառման վերցնելու և դրա մասին տեղեկանք տրամադրելու ձևական բնույթ կրելու մասին։ Ինչպես նաև Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշում նույնպես մեջբերվեց, ի հիմնավորումը նրա, որ արդարացված է դա դիտել ձևական պահանջ և դրա անտեսման պայմաններում երկրորդ անգամ ներկայացված դիմումը վարույթ ընդունել, այն դեպքում, երբ որ հակառակ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների համապատասխան փաստաթղթերը կրկին ներկայացված չէին եղել, ինչը հարցպատասխանի փուլում նաև կրկին հաստատվեց ուղիղ հարցադրման պատասխաններով։ Նախ և առաջ ուզում եմ նշել, որ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը, որը որ վկայակոչվեց, հարգելի խորհուրդ, աղերս չունի քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ ինքնին առանձին որոշումից վերցնել կանոնը և կիրառել դա ցանկացած իրավիճակների նկատմամբ արդարացված չի կարող լինել, սակայն նոր ճշմարտություն բացահայտած չեմ լինի և վստահ եմ խորհուրդը գիտի իրավունքը և ես չեմ ծանրաբեռնի կրկին այս ուղղությամբ փաստարկումներ անելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ձևական պահանջների այստեղ նորից անդրադարձ կուզենամ անել։ Ցանկացած դատավարություն ինքնին կարելի է որոշակի առումով ասել ձևական պահանջների մի ամբողջություն է։ Եթե մենք ձևական պահանջների և դատավարական պահանջների պահպանումը չպահպանել ենք, կներեք, հիմնավորենք նրանով, որ դրանք պարզապես ձևական պահանջներ են, ներողություն, բայց ստիպված եմ գրոտեսկ անել այստեղ, հարգելի խորհուրդ։ Ենթադրենք քրեական հետապնդման մարմինները հաստատապես տեղյակ են, որ որևէ անձի բնակարանում պահվում է մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Եվ կոպիտ ուժի գործադրմամբ մուտք են գործում բնակարան, արձանագրում են դա
Քննիչը պարզապես կազմում է բնակարանի խուզարկության արձանագրություն, վերցնում է այդ բոլոր իրերը, անձի նկատմամբ հարուցում է քրեական հետապնդում, գործը ներկայացնում է դատարան։ Դատարանը, որը գործը կքննի, կկայացնի, շատ թռուցիկ եմ փորձում ասել, կկայացնի մեղադրական դատավճիռ, ասելով դե ինչ պարտադիր է, որ բնակարանում խուզարկություն կատարելու մասին թույլտվությունը դատարանը որոշմամբ թույլատրած լիներ, դա ձևական պահանջ է, այո, դա ձևական պահանջ է, հարգելի խոր, բայց այդ ձևական պահանջները դատավարություններում որոշակի երաշխիքներ ապահովելուն են ուղղված։ Կամ ամենայն հարգանքով նույն տրամաբանությամբ կա մեկ այլ ձևական պահանջ, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս պարտադիր Սույն Բարձրատյանի համաձայնությունն է անհրաժեշտ։ Պատկերացնենք գլխավոր դատախազը պարզապես քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացնում դատավորի նկատմամբ, գործը ուղարկում է դատարան։ Ձևական պահանջ է, բայց այդ ձևական պահանջը կրկին որոշակի երաշխիքներ պետք է պարունակի։ Եվ այս դեպքում նույնպես, այո, ձևական պահանջ է կենտրոնացված հաշվառման վերցնելը եւ մի քանի անգամ առիթ ունեցանք խոսելու, թե ինչ երաշխիքի է ուղղված կենտրոնացված հաշվառման վերցնելը։ Այո, ձևական պահանջ է նաեւ դրա մասին տեղեկանք ներկայացնելը։ Բայց դա պահանջ է։ Dura lex et lex, օրենքը խիստ է, բայց այդպիսին է օրենքը եւ օրենքը հստակ սահմանում է եւ պահանջում է, որ այդ փաստաթուղթը պետք է ներկայացվի։ Այստեղ նաեւ հնչեցին մտքեր, որ դատարանը պետք է խոչընդոտները վերացնի կամ որ նոր գործ չծնվի, Պարոն Հակոբյանը մեջ բերեց նաեւ վարչահարության հիմունքների մասին օրենքից համապատասխան նորմը, որը որ մեջ բերվեց, բառացի կդժվարանամ հիմա մեջ բերել, բայց այնտեղ ուղղակիորեն սահմանում է, որ ձեռնամուխ է անձը լինում համապատասխան ընթացակարգերով իր իրավունքի իրականացմանը։ Հարգելի խորհուրդ, ընդհանուր իրավասության դատարանը չէ, որ պետք է քննության առարկա դարձնի այդ հարցը։ Այդ իրավունքի իրականացմանը ձեռնամուխ լինելու ընթացակարգը արդեն սահմանված է վարչական դատավարության օրենսգրքով։ Գործողության կատարման հայց կարող է լինել, պարտավորեցման հայց կարող է լինել։ Այնտեղ առանձնահատկություններ կան վճռաբեկ դատարան, օրինակ վերջերս մի քանի օր առաջ կարծես թե մի որոշում ունեցավ անգործության դեպքում ինչ պետք է լինի, եթե մերժում է հանդիսացել, ինչ պետք է լինի, չմտնենք դրա մեջ, բայց ամեն դեպքում վարչական դատավարության օրենսգիրքն է այդ իրավունքի իրականացման ընթացակարգը այս դեպքում սահմանում, որ տեղի չի ունեցել։ Եվ ընդհանուր իրավասության դատարանը չի կարող ստանձնել վարչական մասնագիտացման դատարանի դերը։ Եվ այս տրամաբանության մեջ նաև մեր համար ընկալելի չէ այն պնդումը, որ մարզպետարանը կամ մարզպետը տեղյակ է եղել, որովհետև մարզպետի ստորագրությամբ գրություն է եղել որոշակի բովանդակությամբ։ Անկախ ինչ բովանդակություն էլ դա լիներ, այդ տրամաբանությամբ կարծես թե արդարադատության նախարարն էլ երևի թե ինչ-որ մի գրություն կարող էր ներկայացնել, ենթադրենք դրա վերաբերյալ, ասենք նախարարություն տեղյակ է։ Բայց կրկին այս ամենը նրա համար եմ ասում, որ օրենքը հստակ է, թե ինչ փաստաթուղթ պետք է ներկայացված լիներ։ Հստակ է նաև այն, որ Սույն վարույթի քննության ընթացքում կարծում եմ հիմնավորվեց, որ այդ փաստաթղթերը չեն ներկայացվել։ Չեն ներկայացվել դիմումը վարույթ ընդունելու փուլում, առաջին անգամ դիմումը ներկայացնելիս, երբ որ դատարանը վերադարձրել է դիմումը։ Չեն ներկայացվել երկրորդ անգամ կրկին, եւ մեր կարծիքով այստեղ նորից վարույթ ընդունելու հիմքերը բացակայել են, դրա մասին արդեն նշել ենք։ Եվ չի ներկայացվել համապատասխան կենտրոնացված հաշվառման վերցնելու մասին տեղեկանքը որոշումը կայացնելու ժամանակ, որը սոսկ պարզապես ձևական պահանջ չէ բառի պարզ բառարանային իմաստով, հա, անգամ եթե կտրենք ընդհանուր դատավարական բանից, կոմպոնենտից։ Ցանկանում եմ խորհրդի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, քանի որ այս հարցը նույնպես քննարկվեց, որ անգամ եթե խորհրդի կողմից գնահատվի, մեր գնահատմամբ դա այդպես չէ, որովհետև այդ պահին եղած դատավարական պահանջ է եղել եւ որը պետք է գնահատման ենթակա լիներ եւ այդ պահին երաշխիքները եղել էին այդպիսին եւ այդ երաշխիքները պետք է պահպանվեին, բայց անգամ եթե խորհուրդը գտնի, որ համապատասխան նորմի, համապատասխան մասի 10-րդ կետը, որը շփումների մասին, եզրակացության մասին էր նշում, այդ կետը ուժը կորցնելու պայմաններում դատավորին վերագրված դրվագներից միայն մեկը նվազ կարևոր է հանդիսանում կամ ենթադրենք խախտում էլ չի իրենից ներկայացնում, միևնույն է ինքնին առանց կենտրոնացված հաշվարկման վերցնելու համապատասխան որոշում կայացնելը բավարար նույնական փաստական հանգամանք է մեր կողմից արդեն բազմիցս վկայակոչված բարձրագույն դատական խորհրդի մեկ այլ որոշման հետ։
Ամփոփելով հարգելի խորհուրդ, խնդրում եմ Արտադրության նախարարի 2026 թվականի մարտի 9-ի միջնորդությունը բավարարել Արարատի եւ Վայոց-Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբին Աթյանի ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, սպասեցիք դեպի խնդրում արտադրող համագարշ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, դատավոր Ռուբին Աթյանը չի կիսում դատավորի դերի եւ առաքելության վերաբերյալ պարոն Զեյնալյանի դիրքորոշումները։ Մենք այս առնչությամբ տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունենք։ Դատական իշխանությունը եւ դատարանը արդարադատությունը միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը, երաշխավորմանը, պաշտաշ կենսագործմանը, զերծ պահելով մարդու իրավունքների իրականացումը ցանկացած ձևական խոչընդոտից։ Պարոն Զեյնալյանի բերած օրինակները հենց հակառակը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, ապահովմանը։ Դրանք երբեք, այսինքն այդ քրեական արդարադատության վերաբերյալ վերված օրինակները կամ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու, դրանք տրամագծորեն հակառակն են այն ամենի, ինչն այստեղ է տեղի ունեցել։ Հենց մեր ամբողջ դիրքորոշման հիմքն այն է, որ այստեղ մարդու իրավունքների իրականացման առնչությամբ առկա են եղել ձևական խոչընդոտներ եւ դատավորը փորձել է վերացնել այդ ձևական խոչընդոտները, որպեսզի ապահովի մարդու իրավունքը։ Եթե մի բանի հիմքում դրված է մարդու իրավունք, դա երբեք չի կարող համարվել ձևական նկատառում, ձևական փաստաթուղթ եւ այլն։ Իսկ եթե ինչ որ մի փաստաթղթի բովանդակությունը կարելի է հաղթահարել այլ փաստաթղթերի բովանդակությունից ելնելով, ապա հենց դա է ձևական փաստաթուղթը, ձևական երևույթը, որը եւ տվյալ դեպքում դատավորը հաղթահարել է։ Մասնագիտացված դատարանի գործառույթներ չի իրեն վերապահել դատավորը, որովհետեւ Վարչահարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը չի վերաբերում բացառապես վարչական դատարանին կամ վարչական արդարադատությանը, այլ դա վերաբերում է ցանկացած իրավակ կիրառող սուբյեկտի, ոչ միայն դատարաններին, այլ ցանկացած իրավակ կիրառող սուբյեկտի, այդ թվում նաեւ ընդհանուր իրավասության դատարանին։ Եթե ընդհանուր իրավասության դատարանը տեսնում է ֆիկցիայի ուժով ընդունված վարչական ակտ, ապա պարտավոր է կիրառել այդ վարչական ակտի իրավաբանական հետևանքները։ Եվ երբ որ նորմը ասում է, որ անձը ձեռնամուխ է լինում իր իրավունքների իրականացմանը, ապա դա չի նշանակում, որ անձը պետք է անպայման դիմի վարչական դատարան եւ ստանա համապատասխան փաստաթղթերը։ Անձը երբ ձեռնամուխ է լինում իրավունքների իրականացման, դա հենց այն նյութաիրավական իրավունքի իրականացումն է, որը պետք է տրվեր այդ վարչական ակտով եւ տրված է համարվել եւ անձը կարող է դա իրացնել։ Օրինակ, ասենք շինարարության թույլտվությունը ամենապրակտիկայում հայտնի օրինակը։ Այսինքն այդ իրավունքի իրականացումը շինարարության իրականացումն է, այլ ոչ թե վարչական դատարան որոշակի հայցատեսակով դիմելը։ Հիմա նույնն էլ այստեղ է, եթե հաշվառման վերաբերյալ հաշվառումը, գրառումը համապատասխան գրանցամատյանում որպես վարչական ակտ դիտարկենք, ապա այն համարվել է ընդունված եւ բոլոր իրավակ կիրառողները պարտավոր են ելնել այդ կանխավարկածից, որ այդ վարչական ակտը համարվել է ընդունված եւ այդ թվում նաեւ ընդհանուր իրավասության դատարանը։ Հիմա հարգելի խորհուրդ, մենք այս հարցու պատասխանից եւ ընդհանուր լրիվ բազմակողմանի քննարկումից հանգել ենք այն եզրակացության, որ տվյալ դեպքում կիրառելի է դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավադրույթը, որը վերաբերում է նվազ կարևորություն ունեցող կարգապահական իրավախախտմանը։ Ինչու ենք մենք այդպես կարծում, կամ ինչու այդ համոզմունքը մեր մոտ ձևավորվեց, որովհետև հարգելի խորհուրդ, մենք պնդում ենք, որ տվյալ դեպքում դատավորի կողմից կայացված դատական ակտը չի խախտել որևէ հիմնարար իրավունք, լինի դա սահմանադրությամբ ամրագրված, թե միջազգային պայմանագրերով ամրագրված։ Ընդհակառակը դատավորի վարքագիծը նպաստել է
թե որդեգրման ենթակա երեխայի, թե որդեգրել ցանկացող անձի սահմանադրական իրավունքների պատշաճ կենսագործմանը։ Գտնում ենք նաև, որ տվյալ դեպքում չի խախտվել հանրային շահը, որևէ խնդրահարույց իրավիճակ պետության համար չի առաջացել։ Մենք կարծում ենք, որ Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով այս կարգապահական վարույթը ի սկզբանե ենթակա էր կարճման վարույթ հարուցող մարմնի կողմից։ Եվ քանի որ դա չի արվել, Դատական օրենսգիրքը նախատեսում է հատուկ իրավակարգավորում, որ եթե ենթակա էր վարույթը կարճման, ապա Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է նախարարի, տվյալ դեպքում նախարարի միջնորդությունը։ Մենք գտնում ենք, որ սույն գործի փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության, բոլոր խախտումներն էլ ունեն նվազ կարևորություն եւ խնդրում ենք Բարձրագույն դատական խորհրդին մերժել դատավոր Ռուբինա Աթոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Շնորհակալություն։ Դիտարկումներ կարող ենք ավարտել քննությունը։ Ավելացնելու ոչինչ չունենք։ Այո։ Այսպիսով քննությունը խորհրդը համարում է ավարտված, հեռանում է խորհրդարցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի 2026 թվականի ապրիլի 27-ին ժամը 11:00-ին Նույն վայրում դատական նստը հայտարարում կատարվեց։